Եվրամիության դիտորդական առաքելությունը պարեկություն է իրականացրել Սյունիքի մարզի Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերում։ Դիտորդները հաստատել են, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցների հետևանքով Խոզնավար գյուղում վնասվել է բնակելի տներից մեկի տանիքին տեղադրված արևային ջրատաքացուցիչը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը նախորդին հաղորդագրություն էր տարածել Խոզնավար բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական կրակոցների մասին, Բաքվին կոչ անելով հետաքննել բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Թբիլիսին ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի հաստատումը և պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության և համագործակցության ամրապնդմանը, հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոծորիշվիլին։ Հիշեցնելով անցյալ շաբաթ Թբիլիսիում տեղի ունեցած Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխարտգործնախարարների հանդիպման մասին, նա հույս է հայտնել, որ այդ ձևաչափով հնարավոր կլինի համագործակցել տարածաշրջանի բարգավաճման համար։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցությունը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ շրջանառության մեջ է դրել Հայոց ցեղասպանության ուրացման դեպքում քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծ։ Պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշել է, սա օրինագիծ է, որի մի կողմում ազգային հիշողությունն է, արժանապատվությունն ու ինքնությունը, մյուս կողմում հայ ազգի թշնամիները։ Ըստ պատգամավորի, այս օրինագծի քննարկումների ընթացքում Հայաստանի Հանրապետության անունից որոշում կայացնող քաղաքական մեծամասնությունը պետք է ընտրության առաջ կանգնի, և Մինասյանը հույս ունի, որ իշխանությունների գերակշիռ մասը կպաշտպանի ազգային արժանապատվությունը։ Ազգային ժողովում այսօր լարված իրավիճակ է եղել, քաշքշուկ է տեղի ունեցել իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև։ Վահե Ղալումյանն ու Գեգամ Մանուկյանը քաշքշել են միմյանց։ Ազգային ժողովի նախագահը հորդորել է անջատել ուղիղ եթերը, ինչից հետո ՊՊԾ աշխատակիցները նիստերի դահլիճ են մտել։ Ընդմիջում է հայտարարվել։ Խորհրդարանում ընդհանուր մթնոլորտը լարվել էր ցեղասպանությունը, Արարատը ուրանալու փոխադարձ մեղադրանքների պատճառով։ Քաղաքացիները 2025 և 2026 թվականներին իրենց եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչև նոյեմբերի 1-ը, դրանից հետո մինչև հուլիսի 1-ը։ Ավելի վաղ օրենքով հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետ էր սահմանվել մայիսի 1-ը։ Համապատասխան փոփոխությունն ընդունվել է ազգային ժողովի կողմից, նախագծով սահմանվել է նաև հայտարարագրերի ներկայացման սկզբնաժամկետը։ Քաղաքացիները հայտարարագրեր կարող են ներկայացնել մարտի 2-ից սկսած։ Վատիկանը հայտնում է, որ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա այս շաբաթ, ապրիլի 26-ին, տեղական ժամանակով 10:00-ին, Սուրբ Պետրոսի տաճարի դիմացի հրապարակում։ Արարողությունը կանցկացնի կարդինալ Ջովանի Բատիստա Ռեն։ Երկուշաբթի մահացած 88-ամյա արգենտինացի Պապի դագաղը կտեղափոխվի եկեղեցու ներս, որտեղից էլ Հռոմի Սանտա Մարիա Մաջորե տաճար թաղման համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի կնքման համար շատ լավ հնարավորություններ կան։ Նա խոստացել է համաձայնագրի մանրամասները հայտնել հաջորդ 3 օրվա ընթացքում։ Հարցին արդյոք այս շաբաթ հնարավոր է հասնել նման խաղաղության համաձայնագրի կնքման, Թրամփը դրական է պատասխանել։ Վաշինգտոնը սպասում է Կիևի պատասխանին, ակնկալում է, որ այն կներկայացվի այս շաբաթ Լոնդոնում ԱՄՆ-ի, Ուկրաինայի և եվրոպացի պաշտոնյաների հանդիպման ժամանակ։